Հարցազրույց կամ, հա, Այրիկ ջան։ Ողջույն։ Պարոն Սիմոնյան, Արի գիտես ինչ անենք, արի բոլորը դող կան, հա, որ առանցի եղբեք են հետոնում հարցերը Ես պարոն Փաշինյանի մոտ ներողություն եմ խնդրում, ես իրան գրել եմ, պատասխան չեմ ստացել, խնդրում եմ օգնել։ Ես, հա, հեսա իր գրասենյակից մեկին ասեք, հա, որ բանանի։ Հեսա մի վարքան կազմակերպում, Աշխեն ջան, նա վարչապետի գրասենյակի հետ կապի, նա չի ասում նամակին, էլի, հա։ Օգնականից, խորհրդականից, կասեք։ Հաջան, հեսա մի հատ մեր լրագրողներին պատասխանեմ։ Սիմոնյան, ձեզ մի վարքան, հեսա հավաքվեն բոլորը։ 24 նույնիսկ հարգելի հետևորդներ, մենք կզրուցենք ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Պատրաստ եք։ Օրվա խորհրդից սկսենք գյումրեցիների մասով հա ինչ ունեք ասելու եւ կոնկրետ պատարագի մասով մենք տեսանք Շիրակի թեմից ներկայացուցիչներ չկային։ Ձեր կարծիքը այս մասով։ Դե օրվա խորհրդի հետ կապված պետք է ասեմ, որ այս մեր պատմության ամենածանր օրերից մեկն է եւ թերևս ոչ միայն Գյումրիում, այլ Հայաստանի ամբողջ տարածքում չկա ոչ մի ընտանիք, որը որ իր վրա այդ ցավը չի զգացել եւ բարեկամ կամ հարազատ չունի, որը որ չի դուրել այդ երկրաշարժից, ես իմ բարեկամները օրինակ Վանաձորում են դուրել, մի խոսքով այս էջն է, որը որ ամենասև ձևով մեր պատմության մեջ մնացել է, հուսանք, որ հետևանքները մենք վերջնականապես կվերացնենք եւ գիտենք, որ հիմա արդեն շատ տարիներ է անցել, բայց այնուամենայնիվ հետևանքներ կան, մինչև վերջ պետք է վերացնենք այդ հետևանքը, ամենակարևորը դա է, դե մարդկային ցավն էլ, մարդկային հիշողությունն էլ մաքրել չի լինի, դա կմնա ավելին։ Ապահովման ծրագիր կա թե չէ եւ առհասարակ ծրագրերի մասին։ Անկեղծ ասած, ինձ թվում է ճիշտը կառավարության ներկայացուցիչներին հարցնեք, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Պատարագի մասին մենք Շիրակի ասեք, հա, լսում։ թեմից տեսանք, որ ներկայացուցիչներ չկային այնուամենայնիվ։ Դե գիտեք ինչ, տեսեք, սկզբից ասում էիք, որ Տեր Արամը կարգալուց արված է եւ դա եկեղեցու հետ կապ չունի։ Հետո ասում եք, այս մեկն էլ է կարգալուց լինելու հեսա։ Հետո ասում եք, որ այս մի սրբազանը այնուամենայնիվ անցել է։ Հիմա տեսնում եք, որ ակնհայտ է, որ այն խնդիրները, որը որ մենք բարձրաձայնում էինք, դրանք կան եւ դա մի լուծում ունի, հա, եւ այդ լուծումը անխուսափելի է ուղղակի եւ այսօր խնդրեմը կայանում է նրանում, որ Կտրիժ Ներսիսյանը չի հասկանում, որ այս իր վարքով ինքը արդեն հայ առաքելական եկեղեցուն, Հայաստանի պետությանը եւ եկեղեցուն մեծ վնաս է հասցնում եւ անխուսափելի բանի դեմ փորձում է պայքարել, որը անխուսափելի է։ Սիմոնյան, Նավասարդ arczepiskopos Կճոյանը ձեր թիմին հավատարմության երթում է տվել եւ հիշեցնեմ ձեզ, որ դուք օրերս ազգային ժողովում Նավասարդ arczepiskopos Կճոյանին պարոն Կճոյանով էիք դիմում։ Սխալվել եմ, այդ իմ գիտելիքների հետ է կապված, որևիցե նպատակ դրա մեջ չի եղել, դա իմ չիմացության պատճառով է, ես կարծում եմ, որ սրբազանի մասով իր երթումը միայն Աստծուն է եւ մեզ որևիցե մեկը ոչ երթում տվել է, ոչ է մենք դրա ցանկությունը ունենք, մենք դրա ցանկությունը չունենք, մեր համար շնորհակալ եմ ջան, մեր նպատակը այն է, որ որևիցե ձևով եկեղեցին խառնված չլինի պետության գործերի մեջ եւ մենք չենք ուզում, որ որևիցե մեկը խառնված լինի կամ երթում տա։ Տեսեք, Պարզապես դուք քանի որ նշեցիք ձեր գիտելիքների պակասի պատճառով է, որ այդպես եք նշել, Շիրակի թեմի առաջնորդը պիտի թույլ տար, որ բացի Շիրակի թեմի հոգևորականներից այլ քահանաներ այստեղ կարողանային պատարագ մատուցեին, բայց Միքայել arczepiskopos Աջապահյանը թույլ չի տվել, այսինքն դուք մասնակցել եք կեղծ պատարագի։ Եկեք որևիցե մեկս գնահատական չտանք, հա, լրագրողները, որոնք որ հիմա փորձում են ինձ տենց հարցեր տալ, որոնք որ փորձում են պատարագի ժամանակ նույնիսկ գլխաշորջ չունեն։ Հիմա դուք ինձ փորձում եք հարցնեք, ասեք
ասում եք, որ ես ինչ-որ գնահատական տամ, ես քաղաքական գործիչ եմ, չեմ պատրաստվում գնահատականներ տամ։ Եկեք հերթով էլի, եկեք հերթով, չեմ լսում։ Անկեղծ չեմ լսում։ Շիրակի թեմի Եկեք մի քահանաները, քիչ էս կոմաս ենք։ Շիրակի թեմի քահանաները ասում էին, որ Ես պատասխանեցի այդ հարցին կարծես թե։ առանց իրենց պատարակ մատուցի, ապա դա համարում են իրենք բռնազավթում։ Դուք համարում եք, որ բռնազավթները Ես կարծում եմ այնտեղ որտեղ որ ժողովուրդն է, այնտեղ որտեղ որ պատարակ է հնչում, չի կարող բռնազավթում լինել, հա։ Եթե ամեն ինչ քրիստոնեական, հայ-առաքելական եկեղեցու կանոններով է արվում, ուզում եմ հասկանալ այդ անձերի վրա կենտրոնանալը, եկեղեցին մի սարքեք, մի անձի, ինքը անձի համար չի, որևիցե մեկի համար չի։ Ես խնդրում եմ ինձ կանոնների մեջ, ես այդ կանոնների եւ դուք նույնպես եւ մեր հերոստատիտողները այդ կանոնները անգիր չգիտենք, որ մենք հիմա մեր վեճը, մեր խոսակցությունը իմաստ չի ունենալու։ Դիմեք, ես առաջել եմ, տեսեք, ես առաջել եմ պատարակների մասնակցել, ասենք Facebook-յան իմեջում եթե փնտրեք, նույնիսկ նկարները կգտնեք։ Ես խնդրում եմ, ինձ այդ կանոնագրքի, կանոնների մեջ, վեճի մեջ մի մտցրեք, քաղաքական եթե հարց կա, ասեք, ես եկել եմ, չեմ լսում։ Առնվազն 4 սրբազան կար, հայ առաքելական եկեղեցու։ Դիմեք իրենց։ Քանի անգամ Սենց հերթով տալիս են եւ այդ ջան խոսում է եղբայր։ տեսնում ենք եկեղեցուց, երբ որ կաթողիկոսի անունն են բարձր արտահայտում, դրան դուրս են հրավիրում ձեզ համար այս վարքագիծը ընդունելի է։ Այսինքն ներողություն եմ խնդրում, ժողովրդավարությունը եկեղեցում պատարակի ժամանակ բղավելն է։ Այդ դեպքում ինչու է կաթողիկոսի անունի սեղ չբերում։ Ինչու է։ Ասում է, դրա պատասխանը վարչապետը տվել է, իսկ ինչ վերաբերում է եկեղեցում բղավելուն, թեկուս ամենալավ բղավոցը, թեկուս առանձին աղոտ բղավելը, բայց մենք սենց անի ջան կգամ, հիշի այդ հարցը տեղ չգնաս, հեսա սենց կգամ։ Խնդրեմ, դուք տվեցիք, կարելի մի հատ էլ հավելում անել, հա, ես։ Հավելես։